Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատեց Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը կառավարության նիստի ընթացքում հայտարարեց, որ նախագիծը կնպաստի տարածաշրջանային և գլոբալ առևտրի զարգացմանն ու Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը։ Համաձայնագրի կնքմամբ արձանագրվում է, որ Հայաստանը և Ամերիկայի Միացյալ Նահանգները նպատակ ունեն Հարավային Կովկասում ուրեմն տրանսպորտային փոխադրումների զարգացման, ապաշիր տրանսպորտային երթակառուցվածքների զարգացման, տարածաշրջանային եւ գլոբալ առևտրի զարգացման ճանապարհով նպաստել, ամրապնդել Հարավային Կովկասում խաղաղությունը հաստատված, կայունությունը եւ ժողովուրդների զարգացումը, հապետությունների զարգացումը, սա էլ բազմիցս արձանագրված է շրջանակային համաձայնագրում, նաև ուզում եմ նշել, որ ողջ գործընթացը եւ ընկերությունը եւ հետագա գործունեությունը եւ այս համաձայնագիրը ամբողջությամբ համահունչ է եւ իրականացվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության լիարժեք հարգմամբ։ Կառավարության այս որոշումից հետո նախատեսվում է դիմել սահմանադրական դատարան պարզելու համաձայնագրում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը երկրի սահմանադրությանը։ Եթե սահմանադրական դատարանը պարտավորությունները ճանաչի սահմանադրությանը համապատասխանող, ապա կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կփոխանցվի ազգային ժողով։ Տնտեսագետ քաղաքական վերլուծաբան Բագրատ Առաքելյանի խոսքերով թրիփը Հայաստանի համար միայն կոմունիկացիոն նշանակություն չունի, այն նաև քաղաքականապես է շատ կարևոր։ Նախ իմ ողջույնն եմ ուզում ուղարկել այն մարդկանց եւ հանձնարարություններին եւ ուժերին, որոնք որ քարկոծում էին, ասում էին, որ դա հնարավոր չի, դա ընդհանրապես ֆեյք է, դա ընդհանրապես նախնական ինչ-որ ցրուցը պայմանավորվածություններ են, որոնք ես հիմք չունեն, հիմա արդեն այդ հիմքը ձևավորվել է եւ մենք տեսնում ենք, որ դեռ թափեն ոչ այնպես ունենում այս process-ը, ինչը որ բնականաբար մեծ գործոն է Հայաստանի անկախության տեսակետից, թե զարգացման հնարավորությունների տեսակետից, թրիփը ընդհանրապես դա միայն կոմունիկացիոն նշանակություն չունի, չնայած պետք է նշել, որ կոմունիկացիոն այդ հնարավորությունը Հայաստանի մեծ առավելություններ կտա թե զարգացման, թե ֆինանսական տեսակետից, բայց պետք չի մոռանալ, որ թրիփը նաև ունի հսկայական քաղաքական գործ։ Այսինքն Միացյալ Նահանգների ներկայությունը արդեն դե ֆակտո կարձանագրվի Հայաստանում եւ Միացյալ Նահանգները իրենք ունենան արդեն կոնկրետ շահեր։ Առաքելյանի խոսքերով այն ոտնձգությունները, որոնք կգան հյուսիսից, ինչ որ չափով կկանխվեն։ Եվ արդեն նույն Ռուսաստանից ուրիշ երկրներից, եւ մտածել նույնիսկ մտադրումներ ունենա Հայաստանի դեմ ինչ-որ ձեռք բարձրացնելու կամ ձայն բարձրացնելու, արդեն 10 անգամ կմտածեն, քանի որ Հայաստանում ներգրաված կունեն Միացյալ Նահանգների հետաքրքրությունը։ Չնայած ընդդիմության բոլոր շահարկումներին ամիսներ շարունակ հնչեցրած հայտարարություններին, թե Հայաստանը միջանցք է տալիս, ինքնիշխանություն է կորցնում, Իրանի շահերին է վնասում, Պետդեպարտամենտը վստահեցնում է, թրիփ երթուղում սահմանային եւ բանկային գործառույթները կմնան Հայաստանի Հանրապետության վերահսկողության ներքո, եւ Հայաստանի իշխանություններն են իրականացնում վերահսկողությունն ու կայացնում առանցքային որոշումները։ Մենք իշխանությունը կգործնենք նոյեմբերի 9-ի 9-րդ կետով, երբ ռուսական ՖՍԲ-ն պատեհ կառուցել Հայաստանի միջով եւ զանգեդոնյան միջանցք ստեղծեր Ադրբեջանի եւ Թուրքիայի համար։ Այսօրվա այս գործընթացը իր մեջ պարունակում է հստակ կետեր, բազում անգամ այդ կետերը նշվում է, որ այդ ամենը հիմնվում է Հայաստանի ինքնիշխանության իրավունքի վրա։ Եվ Հայաստանը պետք է որոշի, թե ոնց պետք է այդ ամենը տեղի ունենա եւ Հայաստանի ձեռքերում են այդ քարտերը, որոնքով որ այդ նախագիծը պետք է ստեղծվի։ Միացյալ Նահանգները իրենց ներկայությամբ իրենք հաստատում են այդ դրույթները եւ Հայաստանը
չգիտեմ, բացառիկ հնարավորություն է Հայաստանի համար։ Մենք մեր պատմության ընթացքում երբևիցե չենք ունեցել նման մասշտաբների ներկայության, արևմտյան ներկայություն Հայաստանում։ Եվ դա Հայաստանի համար ստեղծում է այն խթանը, այն հնարավորությունը, որպեսզի մենք զարգանանք արդեն ոչ թե ռուսական մտածելակերպով եւ Ռուսաստանի ընդգծված վեկտորով, ոնց որ դա եղել է 10-ամյա շարունակ, այլ այսօր Հայաստանը ինքնուրույն կարող է որոշել իր ապագան, ինքնուրույն կարող է ընդունել ինչ-որ պայմանավորվածություններ եւ ձեռք բերել այն շահիթը, որը որ կլինի այդ պայմանավորվածությունների հետևանքով։ Ընդդիմության անհարկի քարկոծման մյուս առիթն այն է, թե ըստ միջազգային մամուլի հրապարակումների Ռուսաստանում ծնված Չիկագոյում գործունեություն ծավալող մասնավոր ներդրող Կոնստանտին Սոկոլովը կարող է ղեկավարել Triplus առևտրային հիմնադրամը։ Բագրատ Առաքելյանի դիտարկմամբ պետք է հիմնվել կոնկրետ փաստերի վրա, ոչ թե նրա, թե ով որտեղ է ծնվել։ Կոնկրետ փաստերը նշում են, ընդգծում են այն բանը, որ Եվրոմիության հետ Հայաստանը աննախադեպ թե պայմանավորվածություններ, թե պայմանագրեր, թե ընդհանուր ծրագրեր է հիմնել, թե հիմնվում եմ այն բանի վրա, որ ինչպես ասեցի, աննախադեպ համագործակցություն ունենք Միացյալ Նահանգների հետ եւ ոչ միայն TRIPS-ի միայն նախագծի վերաբերյալ, այլ նաեւ ուրիշ բազմաթիվ ծրագրեր կա, հա, նույն Nvidia-ն եւ մնացած ինչ որ նոր ծրագրերը, որ հիմա հարկոծում են այն բանը, որ Ռուսաստանում ծնված անձնավորություն է ղեկավարելու չոր ծրագիրը TRIPS-ի հետ կապված է Սոկոլով ազգանունով, բայց պետք է ընդգծել, որ նախ այդ մարդը իր գիտակից կյանքը ապրել եւ բնակվել է եւ աշխատել է Միացյալ Նահանգներում եւ չնայած իր ռուսական ազգանունի ինքը, եթե չեմ սխալվում, կիսով չափ հրեա է եւ ներկայացնում է հենց ամերիկյան շահերը Հայաստանում, այլ ոչ թե ռուսական, թեպետ եւ ինքը ժամանակին ծնվել է։ Պետք չի մոռանալ, որ բազմաթիվ մարդիկ կան հիմա, որոնք որ ներկայացնում են Միացյալ Նահանգները, ասենք ծնունդով Ռուսաստանից են կամ նախկին սովետական միության ինչ որ ռեսպուբլիկաներից են։ Դա ոչ մի այնպես մեծ խոր նշանակություն չունի։ Եվ այսօր մենք պետք է չգիտեմ, ամեն կերպ աջակցենք եւ օգտագործենք այն հնարավորությունը, որը որ ռեալ հողի վրա արդեն ստեղծում է։ Մենք տեսնում ենք, որ համենայն դեպս այն սահմանային կետերում, որտեղ որ TRIPS-ը պետք է նախագծվում է, այնտեղ սահմանազատման process-ներն են տեղի ունենում, եւ Ադրբեջանը ոչ մի բան ըստ երևույթին չի կարող դրան առաջադրել, թեպետ եւ Ադրբեջանը ամեն կերպ փորձում է խոչընդոտներ ստեղծել այդ սահմանազատման process-ին, քանի որ դե ունի Հայաստանը ինչ որ գրաված բարձունքներ եւ պարզ ստապ դիտակցություն է, որ սահմանազատման հետևանքում ինքը պետք է այդ բարձունքները հանձնի Հայաստանի, ինչը որ փորձում է պարզապես ինչ-որ փոխանակում հանել ինչ-որ շահերի դիմաց, ինչ-որ նոր պրեֆերենցիաներ ստանալու դիմաց, բայց արդեն այս պարագայում Ալիևը գործի ոչ թե միայն Հայաստանի, Միացյալ Նահանգների հետ, Եվրոմիության հետ, որտեղ որ լիքը արդեն իր հնարավորությունները խիստ սահմանափակված են։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։